Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսի Քոչարյանը։ Նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն, ձայնագրությունները կարող եք փնտրել այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, կարող եք միանալ նաև live stream-ի տարբերակին, հենց այս կայքում եւ դիտել մեզ բացի ունկնդրելը, ինչպես նաև առաջարկում եմ միանալ Facebook-յան հարթակին, Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում մեզ կգտնեք live stream-ի տարբերակով։ Ես հետևում եմ բոլոր մեկնաբանություններին, հարցերին, նաև ընթացքում, եթե ունենաք թեմային վերաբերող հետաքրքրող հարցեր, կարող եք գրել, ես կուղեմ դրանք մեր այսօրվա հյուրին ի հավելումն իմ պատրաստած հարցերի։ Մենք զրուցելու ենք Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ, զարգացման մանկաբույժ Մագդա Սարոխանյանի հետ։ Ողջույն, բժիշկ։ Ողջույն։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար։ Ես կարծում եմ, որ մեզ այսօր շատ օգտավետ կլինի լսել բոլոր ծնողների համար, ինչու՞ չէ նաև ուսուցիչների, ովքեր աշխատում են երեխաների հետ, տան բոլոր անդամների, ինչու ոչ, որովհետև սովորական մանկաբույժից տարբերվում է զարգացման մանկաբույժը, այսօր ձեր օգնությամբ հասկանանք, թե կոնկրետ ինչով, ինչ հարցերի եւ խնդիրների լուծումներ է առաջարկում այս նեղ մասնագիտացման բժիշկը, ու նաև ընդհանրապես ոլորտի առանձնահատկությունները։ Եվ այսպես, ընդհանրապես ով է զարգացման մանկաբույժը եւ որ խնդիրների, այսպես շրջանակի դեպքում են դիմում ձեզ։ Ես շնորհակալ եմ հրավերքի համար։ Սկսեմ նրանից, որ զարգացման մանկաբույժը դա ընդհանուր մանկաբույժի ենթատեսակ է։ Եվ այստեղ եւի հարցին ճիշտ կլինի պատասխանել անելով մի փոքր պատմական ակնարկ, հարաբերականորեն երիտասարդ մասնագիտություն է եւ ինչու է առաջացել այս մասնագիտության անհրաժեշտությունը, երբ 20-րդ դարասկզբում արդեն մեջտեղից սկսած, այսպես ասած, ապրելությունը բարձրացել է, այսինքն շատ երեխաներ, ովքեր որ փրկվել են տարատեսակ հիվանդություններից, որոնք որ նախկինում բերում էին մահվան, բարեբախտաբար բժշկությունը հասել է այն մակարդակի, որ այդ երեխաների մոտ ապրելությունը բարձրացել է։ Սակայն հետագայում նկատվել է, որ առաջանում են տարատեսակ խնդիրներ, վարքային, խոսքի, շփման, շարժողական, եւ այստեղ անհրաժեշտություն է առաջացել ունենալ մասնագետ, ով որ կգնահատի այդ խնդիրները, կարիքները եւ նաեւ համապատասխան օգնություն կամ ուղղորդումներ կանի։ Եվ այստեղից առաջացել է այդ մասնագիտությունը, այսպես ասած, եւ ասեմ, որ ԱՄՆ-ում որպես այդպիսին մասնագիտություն գրանցվել է պաշտոնապես 1999 թվականին։ Այսինքն հարաբերականորեն երիտասարդ մասնագիտություն է համարում։ Ինչը բժշկագիտության համար բավականին թարմ է։ Այո, բավականին թարմ է։ Եվ ինչ է անում զարգացման մանկաբույժը, գնահատում է երեխայի ոչ միայն ֆիզիկա առողջություն հիվանդությունների տեսակետից, սոմատիկ հիվանդությունների տեսակետից, այլ գնահատում է երեխայի վարքը, շփումը, խոսքը, թե ինչպես է հաղորդակցվում, ինչու՞ չէ երբեմն հույզերը, շարժողական ոլորտը, այսինքն սպეციფიկ իրավիճակներ հատուկ գործիքակազմով, այսպես ասած։ Իսկ ձեր շատ խնդիրները կարող է նկատել դասական, սովորական մանկաբույժը, եւ արդյոք նա կարող է զբաղվել սրանցով, թե այստեղ ավելի գրագետ է ուղղորդել հատկապես ձեզ մոտ։ Իհարկե նկատում է մանկաբույժը ընդհանուր եւ հենց առաջնային նկատողներից մեկը, բացի ընտանիքի անդամներից, ծնողից, դպրոցից, լինում է այո նաեւ մանկաբույժը, նույնիսկ կան հատուկ սկրինինգային թեստեր, երբ որ առողջ այցի շրջանակներում անցնում են այդ սկրինինգային թեստերը, որպեսզի ենթադրվի, նկատվի համապատասխան նշանները եւ նշանների առկայության դեպքում այո ուղղորդվում է զարգացման մանկաբույժի գնահատման, քանի որ այդ գործիքակազմին, մեթոդին տիրապետում է զարգացման մանկաբույժը, այսինքն ընդհանուր մանկաբույժը կարող է նախնական սկրինինգային փուլը իրականացնել, բայց որպես ախտորոշիչ ուղղորդվում է զարգացման մանկաբույժի։
Ինչպես կգնահատեք մեր երկրում, քանզի մենք այս հանրության անդամ ենք, մասնիկ ենք, հետևաբար սա է հետաքրքիր, ինչպես են ծնողները իրազեկված, արդյոք լավ խորապես պատկերացնում են, թե ով է զարգացման մանկաբույժը, թե դուք այստեղ դեռ բաց թողումներ եւ թերացումներ եք նկատում եւ կուզեիք ավելի ինտենսիվ լիներ ինֆորմացվածությունը։ Ի ուրախություն մեզ պետք է նշեմ, որ գնալով իրազեկվածությունը ոչ միայն ծնողների, նաև բժշկական հանրության գնալով բարձրանում է։ Ինչպես նշեցի սկզբում, սա երիտասարդ մասնակցություն է եւ նույնիսկ շատ բժիշկներ են հարցադրում ունենում, թե ով է զարգացման մանկաբույժ, այո, ինչով է զբաղվում, մանկաբույժ բառն է հնչում, ինչով է տարբերվում մանկաբույժից եւ այլն։ Սակայն ի ուրախություն մեզ գնալով իրազեկվածությունը բարձրանում է դիմելույթությունը եւս, որը որ կարեւոր է մեր ախտորոշման եւ հետագա քայլերի համար։ Մի խոսքով հուսադրող է վիճակը։ Հուսադրող է իհարկե, կան դեռևս խնդիրներ, այսպես ասած, բայց լուծելի։ Լավ, իսկ մի այսպիսի հարց դուք նշեցիք, որ դասական, սովորական մանկաբույժը, սովորական բառը մի փոքր հասարակ է հնչում։ Ընդհանուր մանկաբույժ, այո, ընդհանուր եկեք ասենք, որպեսզի շատ սովորական չհնչի այս մասնագիտացումը կարևորագույն բոլորիս կյանքում։ Արդյոք եթե ընդհանուր մանկաբույժը իր մասով նշում է, որ երեխան բոլորովին առողջ է, ինչպես ասացիք, հիվանդությունների, սոմատիկ խնդիրների տեսանկյունից, այս զարգացման մանկաբույժը կարող է նկատել խնդիրներ, որ կապ չունեն ֆիզիկական առողջության հետ, այսպիսի բան կարող է լինել, թե միշտ հիմքեր լինում են Միշտ չէ, միանշանակ կարող են լինել, նշանները կարող են լինել շատ, այսպես ասած, լղոզված, թեթև արտահայտված, շփոթեցնող երևի։ Այո, եւ ի վերջո երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնում է ընտանիքը, ծնողը եւ նշաններ, որոնք որ կարող են ընդհանուր մանկաբույժը այդ կարճատև զննման ընթացքում կամ այդ սկրինինգային թեստերի միջոցով նկատի ծնողը եւ ինքը կարիք տեսնի դիմելու, այսինքն պարտադիր չի ուղղորդումը կատարվի ընդհանուր մանկաբույժի կողմից նկատված խնդիրների դեպքում։ Ուղղորդումը կարող է կատարվի այլ նեղ մասնագետների կողմից, օրինակ նյարդաբանի կողմից կարող է կատարվի կամ ինչու՞ չէ ծնողը հենց ինքը նկատելով որևիցե խնդիր, իմ նշած հաղորդակցման, խոսքի, շարժողական ոլորտներում կարող է ինքը դիմել զարգացման մանկաբույժի։ Իդեպ, եկեք տարիքային սկիզբներ պատկերացնենք, այսպես ասած, թե զարգացման մանկաբույժը որ տարիքից է սովորաբար մտնում երեխայի կյանք, չէ, որ միգուցե 6 ամսականում դեռ զարգացման մանկաբույժը գործ չունի անելու կամ ունի, եթե դուք կնշեք, երբ է սկիզբը։ Ինչպես ընդհանուր մանկաբույժության պարագայում, այստեղ եւս զբաղվում ենք մինչեւ 18 տարեկան երեխաներ, 0-ից սկսած։ Ճիշտ եք նշում այն փաստը, որ որքան փոքր, այնքան ավելի քիչ տեսանելի նշանները, գուցե շփոթեցնող կամ դժվար ախտորոշվող, սակայն դա պաթոլոգիա կախյալ է, սիմպտոմ կախյալ է, օրինակ շարժողական խնդիրների պարագայում դա նկատվում է նաև վաղ հասակում, որտեղ հսկողության կարիք կա, վերագնահատման կարիք կա, այդ շփման առումով մի փոքր ավելի մեծ տարիքում, բայց ոչ շատ, օրինակ 1 տարեկանում, 1.5 տարեկանում արդեն շփման հաղորդակցման խնդիրները։ Նույնիսկ 1-ում կարելի է նկատել։ Այո, որովհետև կան նորմայի սահմաններ, որոնք որ ակնկալում ենք, որ X տարիքում երեխան այսպիսի բան պիտի անի։ Եթե դա չէ, որ երեխաները անհատական զարգացում ունեն եւ մի երեխա կարող է 1.5-ում առաջին բառն ասել, մյուսը 10 ամսականում, ինչպես եք դուք տարբերում։ Շատ ճիշտ եք նշում, սակայն միայն մի նշանի մասին չենք խոսում, այլ մենք այո, կոմպլեքս մոտեցում է, նայում ենք մի քանի նշաններ եւ բացի այդ կան նորմայի սահմաններ, այսինքն սահմանված չի, որ երեխան պետք է խոսի 12 ամսականում։ Երեխան կարող է խոսել 9 ամսականում եւ կարող է խոսել 13 ամսականում, բայց ակնկալվում է, որ օրինակ մինչև 15 ամսականը պետք է ունենա բառեր։ Եթե այդ վերին սահմանը, վերին շեմը անցել է, սակայն ակնկալված քանակությունը բառերի չկան, ապա դա խնդիր է։
Մենք հետաքրքիր հարց ունենք, արդյոք ձեր նշած խոսքի վարքային դրսևորումների հետ կապված խնդիրներով կարելի է զարգացման մանկաբույժի փոխարեն դիմել լոգոպեդի կամ հատուկ մանկավարժի կամ մանկական հոգեբանի եւ ինչպես են փոխլրացնում այս մասնագիտացումները միմյանց, թե բոլորին էլ պետք է ներառել։ Շատ լավ հարց է, իրականում այո, փոխլրացնում են եւ մեկը մյուսին չի փոխարինում։ Եկեք հասկանանք, որ զարգացման մանկաբույժը բժիշկ է, ով գնահատում է, ով տալիս է ախտորոշում եւ տրված ախտորոշման հիման վրա կատարվում է ուղղորդումներ, թե որ մասնագետները աշխատեն։ Եվ ձեր նշված մասնագետները արդեն զբաղվում են երեխայի ամեն մեկը իր ոլորտում։ Լոգոպեդը խոսքի զարգացման առումով, էրգոն զգայական հետա եւ այլն։ Ամեն հարբժշկական մասնագետ զբաղվում է իրեն խնդիրներով։ Այսինքն մեկը մյուսին փոխլրացնում է։ Զարգացման մանկաբույժը գնահատող ախտորոշում դնողն է եւ ախտորոշումից հետո նոր որոշում է թե որ մասնագետի անհրաժեշտությունը կա աշխատելու հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապևտ, ֆիզիոթերապիստ եւ այլն, այսինքն մենք թիմ ենք եւ փոխլրացնում ենք իրար։ Ու նաեւ ինչպես հասկացա, ձեր գործառույթն ավելի պարզորոշելն է խնդիրը եւ ուղղորդելն ավելի նեղ մասնագետների մոտ։ Իսկ արդյոք թերապիայի ընթացքում դուք եւս այդ դեպքում մասնակցում եք, ասենք սկսվեց երեխայի հետ աշխատանքը, այս դեպքում դուք մասնակցում եք։ Սովորաբար մասնակցությունը լինում է վերագնահատման տեսքով, այսինքն X ժամանակ հետո վերագնահատվում է տեսնելու համար, թե ինչ արդյունքներ, ինչ պրոգրես ունենք եւ արդյոք տվյալ մասնագետի աշխատելու կարիքը այլևս կա, թե պետք է փոխել, թե պարզապես պետք է դադարեցնել։ Խնդիր կախյալ, նշան կախյալ իհարկե։ Մի հետաքրքիր հարցեր ենք ստացել լսանից, շատ ակտիվ է լսանը, որի համար շատ ուրախ եմ։ Ես կարծում եմ, գիտեք, որ մեր օրերում, չգիտեմ կոնկրետ ինչ պայմաններով կապված, բավականին շատ է կարիքը լինում զարգացման մանկաբույժի։ Ես այդպես եմ զգում ծնողների հարցերից, կարծես թե այստեղ մեզ խնդրում են անդրադառնալ, արդյոք դուք աշխատում եք նաև մայրիկի հետ։ Ну, մայրիկի է գրված, բայց ես ենթադրում եմ նաև ծնողների ու տան անդամների, թե աշխատանքը միայն երեխայի հետ է։ Իմ աշխատանքը ենթադրում է գնահատում եւ գնահատումը տեղի է ունենում երեխային է իհարկե գնահատվում, բայց տեղի է ունենում ծնողի կամ ուղեկցողի ներկայությամբ։ Ինչպես է տեղի ունենում process-ը, նախ զարգացման համապարփակ գնահատում, այո, ասեմ որ գնահատումը տևում է 1.5-2.5 ժամ, երեխա կախյալ, տարիք կախյալ, ախտորոշում կախյալ, ի սկզբանե անամնեստիկ տվյալներ, գանգատներ, սկսած ծննդյան օրվանից մանրամասն ինֆորմացիա է հավաքվում երեխայի մասին, գանգատների մասին, ինչն է մտահոգել, ով ինչ նշաններ ա նկատել եւ այլն։ Ապա անցնում ենք երեխայի գնահատմանը, հատուկ միջազգայինորեն ընդունված, ստանդարտիզացված մենք խաղ ենք ասում, սակայն դա գնահատման գործիք է։ Հարցաշար չի իրական։ Գնահատման գործիքը խաղ է իրենից ներկայացնում, բայց բավական օբյեկտիվ գործիք է գնահատելու երեխայի տարբեր ֆունկցիաները։ Դա տեղի ունենում երեխայի հետ։ Բայց ծնողի ներկայությամբ, այո, ընդգրկվածությունը նրանով է, որ ինֆորմացիան ամբողջապես փոխանցում է ծնողը, սակայն որպես աշխատանք վարում, դա արդեն հոգեբան, լոգոպեդ, այլ հարբժշկական մասնագետներն են կատարում։ Մի այսպիսի հարց, եթե երեխաներն իրոք տարբեր են, թե բնույթով, թե զարգացման աստիճանով, թե նորմայի սահմաններում եւ թե դրանից ավելի շեղված, արդյոք մեկ հանդիպումը կամ ահա այդ ժամուկեսը, հա, ինչպես նշեցիք, արդյոք այն բավարար է երեխայի ողջ պոտենցիալը, ողջ այսպես թաքնված խնդիրները վերհանելու եւ տեսնելու համար։ Կարիք լինում է արդյոք օրինակ կրկնել։ Գնահատման առումով եզակի քանի որ ժամուկես 2 ժամը բավարար է լինում դիտարկելու, մենք գնահատման վերջում տալիս ենք կոգնիտիվ ֆունկցիայի գնահատականը, սակայն այդ ամբողջ ընթացքում գնահատվում է
հենց ի սկզբանե բարևից սկսած, ինչպես է երեխան ողջունում, ինչպես է շարժվում, ինչպես է ընկալում մեր խոսքը, ինչպես է մեր հետ մտնում կոնտակտի մեջ, ինչպես է արձագանքում, ինչպես է կոնտակտի մեջ մտնում մեծահասակի հետ, ով իրեն ուղեկցել է։ Եվ այդ ժամանակահատվածը սովորաբար բավարար է լինում, սովորաբար, բայց եզակի բացառություններով, շատ եզակի բացառություններով հնարավոր է լինում այո դիտարկել թե ինչպիսի վարքագիծ եւ ունակություններ է ցուցաբերում երեխան։ Գիտեք ինչու այս հարցը բարձրացրի, որովհետև տարիներ շարունակ ես վրթովմունք եւ որոշակի գանգատ, եթե կարելի է այդպես ասել, նկատում եմ որոշ խնդիրներով երեխաների ծնողների կողմից, ինչպես նաև մանկական հոգեբանների կողմից, որ տարա մի քանի հարց տվեցին, մի քանի առաջադրանք տվեցին, վերջում ասեցին վեր ձեր երեխան ունի այս խնդիրները, ես չեմ հավատում եւ ճանաչում եմ բազում ծնողների, ովքեր բառացիորեն թափառում են, եթե կարելի ասել, մասնագետների սենյակից սենյակ, իսկապես իրենց համար համոզիչ եզրակացություն ստանալու համար։ Ինչ կասեք այս առիթով։ Համոզված եմ դուք էլ լսել եք նման բաներ, բնականաբար այո։ Մի հատ լսեց, մի հատ մի հանձնարարություն տվեց, երեխան էլ հիվանդ էր, տխուր էր, անծանոթ մարդեր իրեն չպատասխանեց, վերջն է եզրակացրեց, որ ընկալման զարգացման խնդիր ունի։ Դա ժողտողական էլեմենտ է իր մեջ մեծ մասամբ պարունակում, չընդունելու, մերժելու, իրեն ժամանակ տալու, որ ընդունեմ առկա խնդիրը, եւ հավատացեք, 2 ժամը քիչ ժամանակ չի, եւ միայն հարցը չի, որ տրվում է, հարցաշարը չի, որ միայն տրվում է, կամ այդ խաղը չի, որ միայն տրվում է տարբեր ոլորտների գնահատական եւ դա բավականին ժամանակահատված է նկատելու տարբեր նշաններ եւ երբեմն երբ իրավիճակը շատ հստակ չի լինում, այսինքն հստակ ախտորոշում կամ հիվանդություն չի դրվում, նկատվում են նշաններ, սիմպտոմներ, որոնք որ բարձրաձայնվում է, վեր է հանվում եւ այս մասնագիտության մեջ կա այսպիսի մի բան, կարող է ախտորոշումը գա ուշացած, բայց նշանները ավելի վաղ ի հայտ գան եւ կարևոր է չկորցնել այդ ոսկե ժամանակը, աշխատել առկա նշանների վրա, գուցե եւ մերժելով տվյալ ախտորոշումը, սակայն փաստ այն է, որ կան այդ նշանները եւ վերջո կա գանգատը, որ դիմել են մասնագետին, աշխատել այդ նշանների վրա ժամանակը չկորցնելու եւ այո, լինում են իրավիճակներ, եւ որ ախտորոշումը հանվում է կամ չի դրվում ի վերջո, բայց շփվում է կամ հերկվում է։ Այո, դա եւս կարող է պատահել, բայց նշանները եթե առկա են, մենք իրավունք չունենք դրանց վրա աչք փակելու եւ սպասելու, անգլերենում մի այսպիսի տերմին կա wait and see, որ սպասել եւ տեսնել, բժշկության մեջ երբեմն դա կիրառվում է, սակայն սա այդ իրավիճակը չի։ Մենք իրավունք չունենք այդ ոսկե ժամանակը կորցնելու։ Գուցե ախտորոշման առումով, այո, այդ եզրույթը իրավունք ունի տեղ գտնելու, բայց աշխատելու առումով նշանների վրա իրավունք չունենք։ Ձեր գործիքակազմին անդրադառնանք, լինում են, որ նշանակվեն լաբորատոր հետազոտություններ, գործիքային հետազոտություններ, շատ հաճախ էլի լսում ենք գոնե մի հատ երեխայի գլուխը MRT արեք, տեսեք այնտեղ ինչ է կատարվում, միգուցե վարքը, խոսքի ուշացումը, կենտրոնացման ուշացումը եւ այլն գերակտիվությունը կապված են այնտեղի որևէ խնդրի հետ, ինչ կասեք։ Կրկին շատ ակտուալ եւ լավ հարց եք տալիս, երբեմն լինում են լաբորատոր ուղղորդումներ, բայց դրանք միտված են ոչ թե մեր ախտորոշման ճշգրտման համար, այլ ախտորոշման հետևանքների համար։ Օրինակ, երեխան ունի սննդային վարքի խանգարումներ կամ հրաժարվում է ուտելուց, սահմանափակ քանակի սննդամթերք են ընդունում եւ այլն։ Բնականաբար այդտեղ ենթադրում ենք, որ գուցե ունենանք որոշ միկրոէլեմենտների, վիտամինների եւ այլնի պակաս եւ ուղղորդում ենք այդ դեֆիցիտները հայտնաբերելու համար, բայց դրանք մեր համար կարեւոր չեն ախտորոշիչ տեսակետից։ Ախտորոշիչ արվում է այն, ինչ որ արդեն նշեցի խաղերի միջոցով։ Վիզուալիզացիան, նույն MRT քննության մասին եթե խոսենք, եթե անհրաժեշտություն լինում է ու ենթադրվում է կառուցվածքային փոփոխություն, երեխան ունի ցնցումներ, ենթադրվում է այնտեղ ինչ որ կառուցվածքային անատոմիական առանձնահատկություններ, դա ուղղորդվում է անհրաժեշտության դեպքում նյարդաբանի կողմից, սակայն մեր համար ախտորոշիչ այո չի։
Այսինքն ուղեղում ինչ է կատարվում, ինչու է վարքը այսպես եւ այլն, MRT քննությունը, սովորական MRT քննությունը, բարձ լեզվով ասած, մեր համար ինֆորմատիվ չի։ Շնորհակալություն, սա էլ եւս ծնողներին շատ հաճախ է հետաքրքրում։ Այստեղ ես ցուցակով անդրադառնամ, որ նշանների դեպքում է պետք դիմել մասնագետին, այսինքն դիցուք ձեզ։ Խոսքի ուշացում, շփման դժվարություններ մենք արդեն խոսեցինք, վարքային փոփոխություններ, ուշադրության, կենտրոնացման խնդիրներ եւ հասակակիցների հետ հաղորդակցման դժվարություններ։ Կարող եք նշել սրանցից որն է ներկայում ամենատարածվածը Հայաստանում։ Օրինակ դուք ավելի հաճախ Ախտորոշումների լեզվով խոսենք, մի քանի պաթոլոգիաներ առանձնացնենք, խոսքի զարգացման հապաղումը, խոսքի զարգացման առաջին տեղերում է, հա, այո, աուտիզմի սպեկտրի խանգարումները եւ ուշադրության պակասի հիպերակտիվության համախտանիշը։ Կա նաեւ սովորելու սպეციფიկ խանգարում, այդպես ախտորոշում գոյությունի զգայական տարբեր խանգարումներ, եթե հերթով անդրադառնանք, ինչ է ենթադրում խոսքի զարգացման հապաղումը, երբ ենթադրելի տարիքից, վերին շեմից, ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, երեխան ունի տարիքին համապատասխան խոսք, բառերի քանակ, նախադասություն, խոսքի զարգացման խանգարման մասին խոսում ենք, երբ որ կան արտաբերման օրինակ խնդիրներ, երբ որ ճիշտ ձևով հնչյունը չի արտաբերում կամ բաց է թողնում, ճիշտ ձևով միտքը չի ձևակերպում։ Աուտիզմի սպեկտրի խանգարումները դա հաղորդակցման խնդիրներ են, կրկնվող վարքով, ֆիքսվածություններով, ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշը, որ երբեմն շփոթում են վատ դաստիարակության, վատ վարքի հետ, իրականում դա կրկին նյարդազարգացման խնդիր է, երբ ուղեղի կարգավորումն է այդպես լինում, այսինքն այդ երեխան չի ուզում այդ վարքը ցուցաբերի, իմպուլսիվությունը, հիպերակտիվությունը կամ ջանում է ուշադրությունը կենտրոնացնել, բայց չի կարողանում, որտեղ իր ուղեղն է այդպես կառուցված, այսպես ասած։ Դա էլ բավական ակտուալ է։ Իդեպ մեծերի շրջանում էլ է արդեն շատ պատտվում, դա ADHD հայտնի հապավումով շատ հանդիպած կլինեք, ռիլերի տեսքով, հարցազրույցների տեսքով, ոդկասթերի տեսքով։ Ինֆորմատիվությունն է բարձրացել, ախտորոշումը նորաձև է, բոլոր մարդիկ վերագրում են իրենց, թե շատ-շատերն իրականում այս կամ այն չափով կարող են ունենալ, ինչպես դրա համար էլ կա հատուկ հարցաշար, որը հարցաթերթի 100-ից 120 հարց է կարծեմ ներառում, եթե ճիշտ եմ հիշում հոգեբուժի մեր բժշկական այդ հարցաշարը, որ ենթադրում է 55 հարց է ծնողի համար նախատեսված, կա նաև ուսուցչի համար նախատեսված եւ կարեւորը պարզապես մի քանի հարցի համընկնումը բավարար չի ախտորոշիչ լինելու համար, այսինքն այստեղ եւս կան չափորոշիչներ, այսքան քանակի դեպքում, այսինչի արկայության դեպքում եւ պարտադիր է որ բացի ծնողից նաեւ այլ միջավայրում այդ նշանները ի հայտ գան, դրա համար ենք ուսուցչի կողմից լրացնում եւ այդ համադրությամբ է որ կարող ենք գալ ախտորոշման, թե չէ բոլորս է կարող ենք որոշակի նշաններ ունենալ, օրինակ դժվար կենտրոնանանք կամ մի փոքր ավելի ակտիվ լինենք, բայց այդ թափթփված լինենք։ Այո, այդ քանը բավարար չի ախտորոշիչ լինելու համար, այստեղ եւս հատուկ գործիքներ ա պետք կիրառել։ Կարծում ավելի շատ իրազեկվածությունն է բարձրացել, խոսում են ուղղակի այդ մասին, այո, ախտորոշում են ավելի հաճախ։ Այո, միշտ էլ այդպես է, երբ ախտորոշման մակարդակը լավանում է, բարձրանում է, հստականում է, մեկ էլ քանակը մեծանում է։ Կտրուկ սկսում է մեծանալ։ Եկեք անպայման միֆերին եւ մոլորություններին էլ անդրադառնանք։ Ամենահայտնիները նշեմ, թողեք հանգիստ երեխային, երբ որ ինքն ուզի, կխոսի։ Ինչքան դուք նրա հետևից ընկնեք, ինչքան ճնշեք, այնքան նա ավելի փակվելու է իր մեջ, սա իսկապես հաճախ ենք լսում։ Կապ ունի իրողության հետ։ Այդքան էլ չէ, երեխան լսում է մեր խոսքը եւ ինչ որ մի տարիքից սկսելու է վերադարձնել այո խոսքը։ Այո, գուցե եւ կխոսի, բայց եթե օրինակ 15 ամսականում երեխան բառ չունի բառապաշարում, դա արդեն խնդիր է։ Պետք չի սпасել ոսկե ժամանակ, շատ ճիշտ է։ Պետք չէ սпасել այն հույսով, որ 3 տարեկանում կխոսի։ Ոչ ոք չի ասում, որ չի խոսի, բայց պետք է մասնագետը աշխատի, տվյալ պարագայում լոգոպեդը ճիշտ խոսքի, ճիշտ մտքի ձևակերպման համար։ Քանի որ ինչի ենք շուտ ցանկանում այդ միջամտությունները կատարել։
ոչ միայն խնդրի լուծման համար, այլ նաև երկրորդային բարդությունների համար, որովհետեւ երեխան օրինակ նյարդային չդառնա, երբ որ չի կարողանում իր խոսքը այո, սննդի հետ կապված խնդիրներ։ Հետո հասակակիցների հետ շփման խնդիրներ, ագրեսիա, անհանգստություն, այսինքն երկրորդային խնդիրները նաև կանխելու նպատակ է հետապնդում վաղ միջամտությունը։ Վաղ ախտորոշումն էլ, վաղ միջամտությունն էլ փրկելու են ձեզ հարգելի ունկնդիրներ, եթե դուք առնչվում եք այս խնդրի հետ, ոսկե ժամանակը ուղղակի փոխաբերություն չէ, այն ուղիղ կապ ունի երեխայի զարգացման հետ։ Դա իսկապես անգնահատելի ժամանակ է։ Այո։ Հաջորդը սերին է վերաբերում, էլի տղաներին հաճախ են վերագրում, դե տղա է, նորմալ է որ ուշ խոսի։ Կա այսպեսի բան թե ոչ։ Դա էլ է այո շատ ակտուալ, տղաները այո կարող են աղջիկների հետ համեմատ մի փոքր ավելի ուշ խոսել, բայց դա կարող է հետաձգված լինել օրինակ 2-3 ամսում։ Դիցուք եթե աղջիկը կխոսի 9-10 ամսականում, տղաների դեպքում կարող է խոսել 12, 13, 14 ամսականում, բայց կրկին սահմանված ժամկետից ուշ խոսելը ոչ մի կերպ չի կարող բացատրվել սեռով։ Այստեղ կուզեմ նշել նաև երկլեզու կամ բազմալեզու միջավայրը շատ արդիական մեր օրերում։ Այո, եւ նախկինում շատ ընդունված էր համարել, որ եթե երեխան մեծանում է երկլեզու միջավայրում, նորմալ է, որ խոսքը հապաղում է։ Իրականում մոտեցումը հետեւյալն է. եթե երեխան մեծանում է երկլեզու միջավայրում, նրան հասանելիք օրինակ 24 ամսականում, եթե պետք է ունենա մոտավոր 50 բառ բառապաշարում, յուրաքանչյուր լեզվից պիտի ունենա այնքան քանակություն, որ գումարային կազմի 50։ Այսինքն նա չի կարող չունենալ բառեր եւ մենք բացատրենք, որ նա մեծանում է երկլեզու միջավայրում։ Գուցե մի լեզվից քիչ լինի, մի լեզվից ավելի շատ լինի բառապաշարը, բայց գումարային պետք է լինի տարիքային համապատասխան բառապաշար։ Հետևաբար դրանով եւս չպետք է բացատրել երեխայի խոսքի զարգացման հապաղումը։ Սա էլ արդարացում չէ, այդպես սпасել եւ չդիմել մասնագետին։ Եվ իդեպ լուրջ խնդիր ունենալու պահն էլ հասցնենք քննարկել, շատ ծնողներ, հատկապես ավագ սերնդի տատիկ պապիկներ մի փոքր խուսափում են, հենց դիմեցիք մասնագետի, հաստատ մի լուրջ ախտորոշում է դնելու, դեռ մի քիչ էլ սպասեք, էլի էս վախը լուրջ ախտորոշում անպայման ստանալու։ Ինչպես կհուսադրեք, արդյոք միշտ այդպես է։ Ուզում ասել, որ ախտորոշումը դա պիտակ չի, դա օգնության ուղի է, եւ ի վերջո ախտորոշումը դա վերջը չի, այլ ճիշտ ուղղորդման սկիզբն է։ Եվ չեմ զլանա կրկնել, որ պետք չի այդ հուսադրանքներով կորցնել ոսկե ժամանակը երեխային օգնելու։ Երեխայի ուղեղն է, որ պլաստիկ է, ճկուն է, եւ նրա ուղեղի հետ է, որ կարելի է այդ ոսկե ժամանակում աշխատել եւ հասնել լավագույն արդյունքի։ Սպասել եւ տեսնելը տվյալ դեպքում արդարացված չի։ Եվ իդեպ դիմել դեռ չի նշանակում, որ երաշխավորված մենք ծանր ախտորոշում ենք ստանալու, ասենք Asperger-ի համախտանիշ ենք անպայման ստանալու կամ ADHD-ի։ Բացարձակ, բնականաբար դեպքեր լինում են եւ ախտորոշումները մերժվում են, շղթվում են, բայց նույնիսկ ախտորոշման պարագայում պետք չի դա ընկալել որպես աշխարհի վերջ, որպես պիտակ, այլ պետք է ելի եմ ասում օգնության սկիզբ որպես ընկալել։ Այո, սակայն ինչ տարբերություն ոչ մի օգուտ չի տալու։ Ախտորոշումը երբ դրվեց կամ դրվեց, թե չդրվեց։ Այո։ Փաստերի հետ գործում ենք։ Փաստացի ունենք խնդիր, որ մտահոգել է։ Եվ վերջին միտքը, որ հաճախ եմ լսում, հասկանանք միֆ է, մոլորություն է, թե իրականություն, մենակ երեխա է, դրա համար չի խոսում, դրա համար դանդաղ է զարգանում, այ որ մի հատ քույր եղբայր ունենար եւ այլն, իրար հետ ավելի կշփվեն եւ կբացվեր, այսպես շատ են արդարացնում էլի ճակերտավոր։ Շատ խոսացող միջավայրը դրականորեն այո ազդում է խոսքի զարգացման վրա, խոսքի զարգացման տեմպի վրա, դա կարևոր է եւ շատ դեպքերում խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաներին մենք սիրում ենք ուղղորդել խոսացող միջավայր, մանկապարտեզ, որտեղ որ ինքը շատ կլսի խոսքը։ Սա կարող է նպաստող գործող լինել, բայց ոչ պատճառ։ Քանի որ բացի քրոջից եղբորից նա լսում է նաեւ մեծը հասակի, շրջապատի եւ այլոց խոսքը։ Ոստի սա որպես պատճառ չենք կարող։
Շնորհակալություն, համ հուսադրող էր, համ սթափեցնող կարծում եմ այս հարցազրույցը մենք զրուցեցինք Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ, ինչպես նաեւ զարգացման մանկաբույժ Մագդա Սարուխանյանի հետ։ Հուսամ մեզ լսող մեծահասակները ուշադիր կլինեն, կհետևեն ուղղորդումներին եւ որ ամենակարևորն է մի հետաձգեք թեկուզ փոքր խնդիր տեսնելիս։ Ավելի լավ է ստանալ հերքում եւ շարունակել սպասել, ապրել սովորական ձեր կենցաղով, քան հետո հանդիպել ավելի լուրջ խնդիրների կամ ժամանակին ժամանակ կորցնել։ Շնորհակալություն, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։